Գումարտակ, որը իրականացնում է մարտական հերթապահություն, ծառայել եմ հրետանոպետի կառավարման դասակում որպես կապիջոկի հրամանատար։ Այդ դասակը մարտական հերթապահության մեջ չի ընդգրկվում, մարտական հերթապահություն չենք եղել։ Ես երկրորդ անգամն է, որ պետք է մարտական դիրքեր բարձրանամ, իմ համար շատ հետաքրքիր է ամեն ինչը։ Ինչ օրինակ։ Այդ ծառայությունը այստեղ գտնվելով լրիվ ուրիշ ձև է պատկերացնում մարտական դիրքերի ծառայությունը, այստեղ զինվորի համար ու այն զինվորը որ post չի կարել, իր համար լրիվ ուրիշ է մարտական դիրքերը բարձրանալ, այլ այդ հետաքրքրությունը ամեն ինչ այնտեղ։ Չես մտածում, դիրքում ինչ ես մտածում։ Դիրքում մենք մտածում ես այդ բան ավելի ուշադիր ունես ու հիմնականում ընտանիքի մասին եմ մտածում, ամբողջն գործում հասնի։ Բայց պայել է լինում, որ այդ ամեն ինչը պետք է մոռանալ ու դրամադրել ծառայությունը, կարողանաս դրամադրել ես, որ հասկանաս, որ դիմացին է թշնամի է ու ինքը քեզ չի ներել։ Ու այդ պայմանների մասին եմ մտածում, կարող ուշադրություն դարձնել ուրիշ տեղանին, բայց ինքը դրա մասին չի հասկանալ ու չի ներել։ Համար միշտ ուշադիր եմ լինում մարտական դիրքերում, կոնկրետ որ նոր եմ ու իմ համար ամեն ինչը հետաքրքիր է, ամեն մի նոր բան հետաքրքիր է։ Դրա համար աշխատում եմ շատ ուշադրություն չշեղեմ ուրիշ բաների վրա ուշադրություն չդարձնեմ։ Արդեն մի ամիս է մարտական հերթապահության գնում, բայց 20 ամսից ծառայել եմ։ Հա։ Ինչով է Հայաստանում եմ ծառայել 6 ամիս, Արտաշատի զորամասում եմ ծառայել։ Հետո եկել եմ ստեղ կառավարման դասակում եմ ծառայել, հետո տեղափոխել են 5-րդ գումարտակ։ Հիմա գումարտակի ծառայությունը ավելի հետաքրքիր է, ավելի աշխույժ է, ավելի ստեղ կյանքը դեռ ուրիշ է, քան թե զինվորին ով գտնվում է ՄՏՎ, այսինքն մշտական տեղական վայրում ու ստեղի ծառայությունից լրիվ տարբերվում է, էլի։ Ինչ է փոխել քո կյանքում ծառայությունը։ Ծառայությունում կյանքում ծնողից հեռու գտնվելով ինքը բանն է կարողանում դու քո մեջ էլի հաստատվել, արդեն կյանքում լիքը կարևոր որոշումներ ես քո մեջ կայացնում, քաղաքացիական կյանքում որ միշտ ծնողից կողք տալու դու չես կարողանում, էլի, կյանքում մեծ որոշումներ դու քո համար կայացնես, այստեղ արդեն դու ես քո գլխի տերը ու դու ես ամեն քո արածի համար պատասխան տալիս։ Այնտեղ որ խորհրդատուները շատ են քո ընկերները, քո հարազատները, քո ծնողը, քո հարազատ եղբայրը, բայց այստեղ այդ ամեն ինչը չի։ Այստեղ դու ես արդեն քո որոշումները կայացնում ու դու քո համար պատասխան տալիս։ Ընկերուհի ունես։ Ընկերուհի ունեցել եմ ծառայության ժամանակ, ինքը հիմա նշանվել է, բայց այդ իմ համար ոչ մի բան չի փոխել, որտեղ ես որ եկել եմ բանա գիտակցել եմ, որ մենակ իմ ծնողն է սպասել միջև։ Ինքը միջև իմ սիրած աղջիկն է, բայց ինքը ուրիշ է երջանիկ։ Ու ես հիմա պահում եմ համել այն տղայի կյանքը, որ երջանիկ է իմ սիրած աղջիկը հետ։ Բայց այդ իմ համար ոչ մի բան չի փոխում, էլի, որ դիք եմ գտնում կամ ստեղ հազվադեպ մեկ ընկերուց խոսած նորից այդ ժամանակ հիշեմ։ Մաքսիմում աշխատում եմ մոռանամ այդ ամեն ինչը, էլի։ Ինքն քեզ չի թույլատրում այդ։ Չէ։ Ընդհանրապես ես կուզենայի որ ոչ մի զինվոր չթույլատնի, շատ են դեպքեր լինում որ զինվորները թույլանում են այդ աղջիկների հետ կապված, բայց ինձ այդքան չի թույլատրել։ Երբ է քո ծնունդը։ Հուլիսի 1։ Ո՞նց եք նշում։ Դե ես տեղափոխվել եմ 5-րդ գումարտակ, որպես ներնակա դիրքի օգնական, առաջի անգամ եմ բարձրանում դիրքեր բարձրում ծնունդից 2 օր առաջ եմ բարձրացել դիրքեր, դիրքերում եմ նշել ծնունդս, հենց այդ իմ ծնունդը ժամը 12-ն էր, ես դիրքում կանգնած եմ եղել ու այդ լրիվ ուրիշ հետաքրքրություն է, այդ բանը որ դու գիտես թշնամին դիմաց տա, կողքդ ոչ մի հարազատ մարդ չկա, դե ես էլ նոր բաշտում էի, ոչ մեկի չէի ճանաչում, ու կողքից շնորհավորողն էլ բոլորն էլ ինձ ուղղակի ինձ արող ընկերներ են, էլի, հարազատ մարդ չկար, այդ բանը շատ անտրամադիր էի, բայց դե որ արդեն հասուն տեղ ենք հասկանում ենք, որ այդ էլ է կյանքում ամեն պայլ լինում, ամեն դժվարություն պետք է հաղթարել, նորմալ եմ տարել այդ ամեն ինչ։ Հենց արտարոց ոչ մի բան չեն կարել, մարտական դիրքերում դե հնարավորություններ չկա ինչ-որ բան անելու, բայց ծնունդս կոնկրետ որ ես մարտական դիրքերում եմ նշելու այդ ժամի պոստին կանած եմ եղել, մենակ այդքանով ես ուրախ եմ, վաղ միսօր ես
Իքով տեղը պատմելու բան ունենա։ Մարտական հերթապահությունն էլ արդեն երևի առաջին մի երկու անգամներ էլի որ բարձրանում ենք մինչև որ չեն գիտակցում էլի մենք ինչ գործ ենք անում, բայց հիմա արդեն գիտակցում եմ էլի թե դա ինչքան օգտակար բան ասենք ես որ հերթապահությունում եմ գտնվում մարտական։ Ես լավ գիտակցում եմ որ ես այդտեղ ինչ անում եմ բոլորի համար եմ անում ովքեր որ հիմա դուսն են, այսինքն ես մի քիչ էլ ճոխացնելով ասեմ, ապահովում եմ իրանց հանգիստ քուն էլի։ Ու ես դրանից շատ լավ եմ զգում, չեմ էլ բողոքում, շատ լավ է ամեն ինչը։ Կարևորը լարվածություն չլինի մարտական դիրքերում։ Իսկ լինում է տենց, որ լարվածություն է լինում։ Չէ, շատ հազվադեպ։ Եթե ինչ-որ մեկի մոտ էլ լարվածություն է լինում, աշխատում ենք մնացած անձնակազմով այդ ամեն ինչը վերացնենք։ Բարոյահոգեբանական վիճակը կարող լինի կարևորը դա ու հետո ամենակարևորը ուշադիր լինենք պոստում էլի ամենակարևորը ուշադիր լինելն է ամեն մեկը եթե իր հանդեպ ուշադիր է լինում ոչ մի վտանգավոր բաներ չկա ու ծառայությունը արդեն ինքնին նորմալ ընթանում է։ Իսկ որ ասում բարոյահոգեբանական վիճակը լավ լինի, իսկ լինում է դեպքեր որ վատ է կամ չգիտեմ խաթարվում է։ Չէ, շատ հազվադեպ, օրինակ մի քիչ առաջ դուք նշեցիք ընկերուհի տուն ընտանիք, կարող ասենք պայտակ ինչ-որ ընկնեն մտքերով նեղվածություն առաջանալա։ Այդ ամեն ինչն է որ չլուծվող խնդրեմ չէ, էլի լուծվող ասենք ամեն ինչի հանդեպ կան էլի լուծումներ։ Այդ ամեն ինչը կախված է դիրքի անձնակազմից։ Եթե կա ընկերասիրություն, մեկի մյուսի հանդեպ հոգատարություն, այդպես բաները չի լինում այդ պոստում։ Ամեն ինչ նորմալ ընթանում է։ Իսկ այդ որ լինում է, չէ՞, ասկերանում եղել է դեպքեր, որ զինվորը սպանվել է կամ չգիտեմ ինքնասպան է եղել, որպես կրտսեր սերժանտ։ Ինչով է դա պայմանավորված։ Իրար լավ չեն հասկանում, ի՞նչն է խնդիրը։ Այդ հարցին ես եւս լիովին չկարողանամ պատասխանել։ Ես պատասխանեմ։ Մեկ ես նախկին զորամասում որ ծառայել եմ, այդ զորամասում զինվորը որտեղ Արտաշատի զորամասում որ ծառայել եմ, զինվորը գետվելով անում, կառալում, ինքը զորամասում որ նայած փագելուց եղել, զորամասում պատի վրա գրել է մամ ջան, պապ ջան, ես ձեզ շատ եմ սիրում, բայց իմ ընկերուն ավելի շատ եմ սիրում, դա ինքը դրել է ինքը իր սրտի վրա ու կրակել է։ Այդ ընկերու համար այդ ամեն ինչ արա, բայց ու ինքը չի մահացել։ Այդ կրակած պատրոնը իր սրտի կողով անցել ու ինքը իր մամայի հետ եկել էր մեր զորամաս, դե իրան կամիսավատան ժամանակից շուտ զորացրեցին։ Ու ինքը իր մամայի հետ եկել էր զորամաս ու հիմա ասենք ես պատկերացնում եմ, էլի չնայած այդ տեղին չեմ կարծում այդքան գիտեք իս տեղը որ հասկանա այդ ինչ բան է, բայց կողից նայող հասկացողները կիմանան, էլի ասենք, եթե ինքը այդպես բան է գրել, իր ծնողներին, ասենք իր սիրած աղջկանից քիչ է դա ասել, իր սիրած աղջկանը Աստված ասրել է ու իր համար պատրաստ է եղել, որ եթե ինքը չկա, ուրեմն իր համար ոչ մի բան չկա։ Այդտեղ զինվորները ուղղակի անկայուն մասիկ են, էլի իրենք քաղաքացիական կյանքում չեն հասցրել իրենց կյանքն այս դասավորն այնց ապրան, որ կարողանան ինքան հասկանան, որ իրենց ծնողը ինչ է իրան, էլի։ Հիմա ես կյանքում մենակ ծնողի համար եմ էլի ամեն ինչի պատրաստ, բայց իհարկե ինքնասպանությունը, ասենք ամեն ինչին լուծում կա էլի։ Մեկ ես հիմա չեմ նեղվում էլի, որ իմ սիրած աղջիկը երջանիկ է։ Ես չեմ նեղվում, որ համել պահում եմ այն տղայի կյանքով երջանիկ եմ սիրած աղջիկը։ Իմ համար այդ ուղղակի ոչ մի բան է։ Ես էլ վաղուց որ գնալու եմ, էլի ընտանիքեմ կազմելու, էլի երջանիկ եմ լինելու, ու ես գիտեմ, որ ես վաղուց որ եթե երջանիկ էլ չլինեմ, չկարողանամ ընկերու էլ չանեմ, ես գիտեմ, որ իմ ծնողը իմ կողմն է լինելու միշտ։ Ու պետք չէ էլի, ասենք հիմնականում այդ սիրած աղջիկը համար է լինում դեպքեր, որ ճիշտ է։ Իգակացերի ներկայացուցիչները մեծ դեր ունեն մեր կյանքում, բայց իրանք մեզ այդքան կարևոր չէ էլի, որ մենք իրանց համար մեր կյանքը ուղղակի զոհաբերենք, այդ զոհաբերությունը է էլի համարվում։ Ու հիմա ես այդ տղայի կյանքը, որ ինքը իր կյանքը ուզեցել է զոհի այդ աղջիկի համար, որ իր ծնողներին կոպիտ ասած չի հարգել։ Հիմա ինքը իր մնացած կյանքը ասենք անիմաստ ապրել էլի։ Դա ծնողը իմանալու է, որ պահում է մեծ տղայի, ով իրանց չի հարգում, չի սիրում։ Այդ աղջիկան ինչ եղավ, ոչ մի չփոխեց այդ դեպքի, այդ աղջիկը իր տղայի հետ այդ տղան իր կյանքը փչացրեց, համ ինվալիդ է, համ էլ իր ծնողներն արդեն ամբողջ կյանքում իրաց գլուխները կախան էլի։ Դրա համար մենք այստեղ գտնվելով աշխատում ենք անցանենք որ առաջինը
մեր մասին մեր ծնողը միշտ լավը լսի, միշտ լավը իմանա ու ինչքան էլ որ նեղված ենք լինում, ամեն անգամ երբ որ հնարավորություն է լինում տուն խոսալու, հենց կոնկրետ այդ պահին բարձր տրամադրությամբ ուրախ ձայնով տուն խոսում ենք, մենակ լավն ենք ասում, ասում ենք որ ահա որ լավ բաներ են կերել, հիմա հանգստանում ենք, տապ չունում ենք, մենք կարող ոստին կանգնեցնենք, բայց տենց ենք էլի տուն ասում, այսօր համար ամենակարևորը իմ ծնողներն են ու ես ստեղ եմ գտնվում կոնկրետ իրենց համար ու պետք է ամեն ինչ անեմ որ անփորձեմ գնա ու ես չեմ մտածում որ կարողանես մեծ դեպք լինի որ ես փորձեմ ինձ մեծ վնաս տամ եթե դիմացինից չօգնեմ հաստատ ես կյանքում ինձ մի վնաս չեմ տալ իմ ծնողը ինձ տենց է դարձել ուզեն է բոլորն էլ իրենց մեջ չհասկանան էլի ամենը մի որ գիտակցի որ ես կյանքը տրված է ապրելու համար ոչ թե ժամանակին բոլորս էլ մանալ ենք բայց ժամանակը չպետք չէ այսօր ճշտամին կար ամենակ մեր կյանքը խլի մենք մեր կյանքը անգամ Կարակում հակառակորդի կողմ թեկուս մտածել որ իրանք խրամատի մեջ են իրանք չեն որտեղ իրանք էլ է ծանոթ սպասում իրանք էլ են եկել ժամանակային ծառայության բոլորս էլ եկել են ժամանակային ծառայության